Մեր կյանքի պատմությունը գրում ենք մենք հենց այն պահից, երբ լույս աշխարհ են գալիս։ Բացվում է նոր գիրք եւ ամեն օրը դառնում է այդ գրքի պատմության ամեն մի նոր էջը։ Ինչպես կգցենք մեր քայլերը, ուր կգնանք, ուր կհասնենք, մենք ենք որոշում։ Իրականությունը այլ է, մտածելակերպը նույնպես այլ, բայց մեր պատկերացումները կյանքի մասին միշտ մնում են այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք ցանկանում տեսնել մեր կյանքի գույները։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր այս տաղավարում հյուրընկալելու եմ երգչուհի Դիանա Հարությունյանին։ Դիանա ջան, համեցեք։ Բարի գալուստ իմ տաղավար, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք իմ տաղավարում։ Ես շատ շնորհակալ եմ հյուրընկալության։ Ես եմ շնորհակալ, որ եկել եք եւ կարծում եմ, որ այսօր հրաշալի զրույց ենք ունենալու։ Այո, ես եմ կարծում։ Շնորհակալ եմ։ Դիանա, սկսենք ձեր կյանքի պատմությունը, մանկությունից մինչև այս օրերն ենք հասնելու, ու փոքրիկ անգառներ կվերցնենք, կխորհենք, կմտածենք, կհուզվենք, կժպտանք ու կանցնենք առաջ։ Որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ես ծնվել եմ Արմավիրի մարզ Սարդարապատ համայնքում ու շատ հպարտանում եմ իրականում իմ ծննդավայրով, քանի որ ինքը կոչվում է Հայաստանի պատմական մայրաքաղաք, Այո, Արմավիրը, Սարդարապատը։ այո, Սարդարապատը, ու կարծում եմ բոլորս գիտենք, թե ինչ բազմաբովանդակ պատմություն ունի։ Ես ծնվել եմ մի ընտանիքում, որը իրականում շատ հետաքրքիր պատմություն ունի, ու մեր ընտանիքը այսպես է կոչվում արվեստագետների ընտանիք, քանի որ կյանքի բերումով եւ կարելի ասել ի վերուս տրված բոլորս հայտնվել ենք արվեստի բնագավառում։ Ինձ մոտ, այսպես ասած, պապերից, նախնիներից եկել է ու հասել է երաժշտությունը, նաև հայրիկիցս ժառանգել եմ նկարելու կարողությունը։ Նաև նկարում եք։ Այո։ Քանի որ հայրս քանդակագործ նկարիչ է, մայրս դաշնակահարույ է, բայց երկուսն էլ շատ լավ տիրապետում են տարբեր երաժշտական գործիքների ու շատ հպարտանում եմ, որ իրանց մոտ դա ինքնուս է եղել եւ բնատուր, այսպես ասեմ։ Եվ դա էլ փոխանցվել է ինձ, քույրիկիս, եղբորս, ունեմ քույր եւ եղբայր։ Նրանք ավելի ավագ են։ Քույրս մեծ է։ Մեծն է։ Հետո դուք ամեն մեկս 5 տարվա տարբերություն ունենք։ Եղբայրս ամենափոքրն է, ով իդեպ անցած տարի վերադարձավ ծառայությունից։ Նա ծառայում էր Հայաստանի Հանրապետության բանակին։ Իսկ քույրս այս պահին այստեղ չի գտնվում, ցավոք։ Որտեղ է նա ապրում։ Գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վաղուց է այնտեղ Արդեն 10 տարի է աջան ու հա։ Վերջին անգամ երբ եք տեսել նրան։ 5 տարի առաջ։ Կարծում եմ ինչքան մեծ է կարոտը, չէ՞։ Ու քույրս այնտեղ ապրում է արդեն 10 տարի, իր ընտանիքի հետ միասին, 3 երեխաներ։ Այսպես սա իմ ընտանիքը, բայց այնպես է ստացվել, որ փոքր ժամանակ ես չեմ նախատեսել, որ պիտի երգչուհի դառնամ, չնայած որ այդ տվյալները միշտ ունեցել եմ, թե մանկապարտեզում, թե դպրոցում, միշտ ակտիվ մասնակցել եմ միջոցառումների, բայց կյանքի բերումով միշտ Աստված իմ ճանապարհը այնպես է դասավորել, որ ես պիտի լինեմ բեմում։ Ու անկեղծ ասեմ, ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ Աստծուն, որ հենց այս ուղին նախատեսեց ինձ համար, քանի որ ես լրիվ այլ կրթություն եմ ստացել, չունեմ այս ոլորտում կրթություն, երաժշտական կրթություն երբևիցե չեմ ունեցել։ Մեր ընտանիքում բոլորն ունեն երաժշտական կրթություն, բացի ինձանից եւ եղբորիցս։ Եվ դուք չունենալով երաժշտական կրթություն, երգարվեստում եք եւ երգում եք։ Այո, ես նախընտրեցի երևի ավելի շատ ինձ մոտ էր ձգտում։ Դիանա, որտեղից սկսվեց այն կետը, որտեղից քայլեցիք դեպի երգարվեստ, հա, որն էր այն սկզբնաղբյուրը, որ ճանապարհը ձեզ բերեց արդեն բեմ։ Աջան, ուրեմն դա եղել է շատ փոքր հասակում, մանկուց։ Ես ունեի մանկական մի երազանք, որը շատ վաղուց էր, դա կարծեմ 6-7 տարեկան էի։ Խնդրում եմ չծիծաղես, բայց պիտի ասեմ անկեղծ, ես երազում էի մասնակցել ԱԼՄ նախագծին, որտեղ իմ փոխարեն մասնակցեց քույրս։ Քույրս շատ հիանալի երգչուհի է, ինքը շատ սիրուն ձայնային տվյալներ ունի ու միշտ իրան ասում եմ, Սաթի, եթե
դու լինեիր երկչուհի ու դու լինեիր իմ փոխարեն ու օրինակ դու ընտրեիր այս բնագավառը, ես կարծում եմ, որ դու առաջատար կլինեիր։ Ասում եմ, միշտ ինձանից հաստատ լավերը կան, բայց քեզանից լավը չկա։ Ու իրականում ինքը մասնակցեց այդ նախագծին, լավ մրցանակով հետ վերադարձավ ու ինձ չհաջողվեց, քանի որ խաբեցին չտարը։ Մերոնք որոշել էին, որ քույրս հենց պիտի լինի այդ նախագծում։ Քույրս գնաց մրցանակով հետ վերադարձավ, ինձ չհաջողվեց, բայց շատ ծանր եմ ես դա տարել ու շատ լացել, նեղվել։ Հետո մի քիչ ընկճվել եմ, բայց անցել եմ։ Հետո եղավ մի նախագիծ, որը կարելի ասել իմ թևերն էր։ Առաջին քայլը այս բնագավառում դա աստղիկ նախագիծն էր, մանկական երաժշտական նախագիծ էր, որի ես մասնակցեցի 10 տարեկանում։ Սկզբում իրականում շատ դժվար որոշում էր դա իմ ընտանիքի կողմից, քանի որ կախված էր շատ մեծ ջանքեր էր պետք անկեղծ դրա համար, եթե հատկապես ես շարունակեի նախագիծը։ Նաև ֆինանսական միջոցներ, ֆինանսական մեծ, այո, ու իրականում շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ոչ մի ջանք չեն խնայել, որ ես այդ նախագծում մինչև վերջ մնամ։ Ու սկզբում հիշում եմ, որ մամաս ինձ ասում էր, երբ որ այդ գովազդը ցույց էին տալիս, նայում էի հեռուստացույցով, ասում էի, ես պիտի մասնակցեմ, դուրս էի գալիս, գնում էի մեր այգում, մենք մեծ այգի ունենք, գնում էի ամենավերջը ու երգում էի, որոշում էի ինչ պիտի երգեմ ես այդ նախագծին, բայց դեռ որոշված չէր ես պիտի մասնակցեմ, թե չէ, բայց կարծես Աստված ինձ միշտ հուշում էր, որ ես հաստատ պիտի մասնակցեմ։ Որ տեսնում էիր ձգտումներդ մեծ են, ծնողներդ եւս ուզում են, որ իրենց աղջիկը առաջ գնա, իրենց աղջիկը հասնի իր նպատակներին, բայց ընտանիքում կան դժվարություններ, հոգսեր, որոնք եւս պետք է հոգալ, կա դժվար են եղել անցյալ տարիները բոլորիս ընտանիքների համար, ինչու՞ չէ նաև հացի խնդիր է եղել, այ որ դու տեսնում էիր ու քո այդ մանկական փոքրիկ հոգով զգում էիր, թե ընտանիքդ ինչեր է հաղթահարում, որ դու ժպտաս, դու երջանիկ լինես, առաջ գնաս, այդ պահին դու ինչ էիր զգում, արդյոք թևեր էր տալիս ընտանիքի անդամներին, թե ցույց է տալի, իբր թե դու ոչինչ չես նկատում։ Մի բան կարող եմ ասել, անկեղծ ես այդ ամեն ինչը ավելի շատ զգում եմ հիմա, քան այդ տարիքում։ Ես հասկանում եմ, որ երբ որ խոսում ես քո կյանքի այդ դժվար փուլերից, հատկապես մանկությունից եկած, ես կարծում եմ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ երբևիցե չի եղել այնպիսի ընտանիք, որ այդ դժվարությունը տեսած չլինի, այդ դժվարության չարչարանքի համը զգացած չլինի ու իմ ընտանիքը չի տարբերվել ոչ մեկից դրանով։ Ես միշտ չեմ սիրում այդ մասին խոսել, մամաս պապաս միշտ ասել են ոչինչ, դուք միշտ ասեք, որ ամեն ինչ լավ է, բայց ես պիտի ասեմ, որ այդ ամեն ինչ որ տեսել են իմ ծնողները։ Մենք իրական երեխաներ ենք ու շատ բան չէինք էլ հասկանում։ Ես տեսել եմ, թե իրանք ոնց են տանջվում, ես տեսել եմ, թե իրանք ոնց են լաց լինում, բայց ոչ մի վարքյան կանգ չեն առել։ Մենք անկեղծ եմ ասում, փառք Աստծուն, շատ լավ մանկություն ենք մենք ունեցել, որովհետև ոչ մի այն որ ասում է ծնողը իր բերանից կտրում իր երեխային, այդպես էլ եղել է ու իրականում երբեք չի եղել մենք սոված քնենք, երբեք չի եղել որ մենք ինչ որ խնդիրների պատճառով ինչ որ մի բանից զրկվենք, որովհետև ամեն ինչ արել են հայրս ու մայրս, որ թեպետ իրանք կզրկվեին, բայց մենք հաստատ պիտի զրկանքներ չունենանք։ Բրավո։ Այո, իսկապես։ Իրականում կյանքում, եթե կա ընտանիքում խաղաղություն, սեր եւ ներդաշնակություն, կյանքում մեր առջև ծառացած դժվարությունները, խնդիրները միշտ լուծվում են, վաղ թե ուշ ամեն բան հարթվում է եւ կյանքը մեզ ընդունում է գրկաբաց, արևավառ տրամադրությամբ։ Դիանա, դպրոցում ինչպիսի աշակերտ եք եղել։ Ծիծաղելու։ Ինչու։ Շատ լավ սովորող ու շատ չարաճճի։ Որ լավ սովորողները հիմնականում ավելի խելոք են, չէ՞ լինում, բայց ես շատ չարաճճի եմ եղել ու դրանով շատ աչքի եմ ընկել, բայց լավ սովորող եմ եղել ընդհանուր։ Հաճախ եք հանդիպում ձեր դասընկերներին, ուսուցիչներին, թե հիմա արդեն չեք հասցնում ժամանակի հետ կապված։ Ճիշտն ասած, ոչ, չեմ հանդիպել, բայց ես մեծ sense ուշադրությամբ ու սիրով տեսնում եմ, թե ոնց են իմ ուսուցիչները, իմ դասընկերները ինձ հետևում,
միշտ Հաճելի է, կոմենտներ չէ՞։ են գրում, այո, ես պատասխանում եմ, անգամ զանգահարում են, անկեղծ այն որ շատ եմ ուրախանում, որ զանգում են, ասում են Դիան ջան, մենք քեզանով հպարտանում ենք, շատ եմ շնորհակալ իրանց, որ մինչև հիմա իրանք սենց ինձ հետ հավասար ուրախանում են իմ Ինչ խոս դա հաջողություններով։ հաճելի է։ Իհարկե։ Կարծում եմ, որ հիմա դուք ել կուրախանաք, որովհետև ձեր ուսուցչուհիներից մեկն է գալու մեր տաղավար, ում եթե չեմ սխալվում, վերջին անգամ 10 տարի առաջ եք տեսել, եթե չեմ սխալվում, Սուսաննա Եսայան։ Տիկին Եսայան, համեցեք։ Մենք սիրով ձեզ հրավիրում ենք մեր տաղավար։ Ձեր աշակերտուին այսօր մեր հյուրն է, այստեղ հուզմունք, այնտեղ արցունք։ Համեցեք։ Բարով եք եկել։ Ջանը, Ոյ, ինչ լավանակ է։ Շնորհակալ ենք, որ չեք մերժել, համեցեք զբաղեցրեք ձեր տեղը։ Համեցեք։ Բարով եք եկել։ շնորհակալ եմ։ Խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը։ Մենք ենք շնորհակալ, որ չեք մերժել մեր հրավերը։ Այս տաղավարում չուզվել հնարավոր չէ իրականում։ Ամենասիրելի ուսուցչուհին։ Ես դες հիմա փոխանցեմ այս Ոսեք իմաց։ անտերոտիկները, կարող եք վերցնել։ Նաև իմ ամենասիրելի Դե արդեն աշակերտուհին։ զգացի, եթե երկուսի աչքերում կան արցունքներ, հուզմունք, սեր, ժպիտներ եւ այդ Իրոք, ամենը իրոք։ համեմված անթակույց հուզմունքով արդեն պարզ է։ Վերջին Նաև անգամ անցել երբ է եք սկան տեսել։ տարիներ, որ ես երբեք չեմ մոռանում իմ հիասքանչ աղջկա։ Երբեք։ Վերջին անգամ երբ եք հանդիպել։ դուք։ Վերջին անգամ երբ ինքը ուսանող էր, Օ, համալսարանում սովորում էր եւ պատահաբար ես հանդիպեցի տուն էր գալիս, ճանապարհին հանդիպեցինք, չէ՞։ Ես շատ ուրախացա, որ հանդիպեցինք եւ հարցրեցի Դիանա ջան, բա հիմա ինչ ես անում։ Ինքը ինձ պատասխանեց, ինքս սովորում եմ համալսարանի ժուրնալիստիկայի բաժնում։ Այո։ Հիշում ես։ Իհարկե հիշում եմ։ Ես մտածելով, որ ինքը երկի ասպարեզում բավականին առաջ խաղացում ուներ, անգամ ասեցի, բա ինչ ես երաժշտությունը թողել։ Ասեց ոչինչ, կգա մի ժամանակ, որ նորից կշարունակեմ։ Եվ ես շատ ուրախացա, որ ինքը շարունակեց այն։ Դուք Եվ պատմության հասավ- ուսուցչուհին եք Այո, եղել։ այո։ Իմ ամենասիրելի առարկան, ամենասիրելի ուսուցչուհին։ Երևի միակ ուսուցչուհին է եղել Տիկին Եսանը, ում դասի ժամանակ չարություն չեմ։ Տեսնում եք ինչքան կարևոր է ուսուցչուհու Հա, իհարկե։ սիրելը։ Իհարկե։ Հենց դա է ստիպում, որ զուսպ լինենք դասերին եւ գանք պատրաստված։ Իսկապես շատ Իմ աղջիկ, ես չէի կարող չգալ։ Երբ ես լսեցի, որ բոլորին հաղորդաշար- կսպասեի, բայց անկեղծ չէի։ Տիկին Եսայան, ինչպիսի աշակերտուհի է եղել Դիանան դպրոցական տարիներին։ Ես իրենց դասարանը վերցրել եմ 5-րդ դասարանից, դեռ ինքը կարելի ասել մանուկ էր, նոր էր մտնում կյանք, դպրոցական կյանք։ Եվ ինքը շատ հետաքրքիր էր։ Դպրոցի տարիներին բավականին հետաքրքիր աշակերտ է եղել։ Հետաքրքրությունը նրանում էր, որ շատ ակտիվ էր, չափից դուրս, բայց համով էր իր ակտիվությունը։ Խելացի էր, բանիմաց էր եւ հետաքրքիր աշակերտուհի էր։ Նախ դպրոցում ինքը մասնակցում էր բոլոր միջոցառումներում Դիանան կար։ Դա լիներ երգ, լիներ պար, լիներ ասմունք, Կայացում, այո, լիներ բեմականացում, դպրոցում ասում են ներկայացում, հանդես։ այո, Հանդես։ Դիաննաս այնտեղ կար, որը հնարավոր չի մոռանալ։ Այդ տարիներից արդեն երևում էր, որ Դիանային ձգում է բեմը, ելույթը, Այո։ ծափարություններ սիրում է նա։ Ես երբեք չեմ մոռանում, երբ երջանկահիշատակ Վարդուհի Վարդերեսյանը մեր դպրոց եկավ, միգուցե դու փոքր էիր, շատ բան չհիշես, հիշում ես։ Իհարկե։ Այնտեղ բեմականացման process եղավ, որ բեմականացում պետք է լիներ։ Դիանան ինքան հետաքրքիր ներկայացրեց այդ։ Բոլորս ապշած էինք մնացել, զարմացած էինք մնացել։ Նաև հեղինակը, որ ինքը այդ բեմականացումը նախատեսել էր, որը հնարավոր չի մոռանալ։ Իհարկե։ Հաջորդը երգը լրիվ մանկուց։
Դպրոցում ինչ միջոցառում լիներ Դիանաս երգում։ Իսկ որ երգն էր ամենաշատը երգում դպրոցական տարիներին Դիանա։ Շատ երգեր կար, որ Հո, երգում իրականում էր։ շատ կային, Այո։ կոնկրետ ինչ որ մեկը չեմ հիշում։ Ըստ թեմատիկ միջոցառման Ես հիշում եմ Աստրիկ երգը, երբ երգում էիր խմբի հետ, Աստրիկ երգը։ Ու դու հագել էիր սենց աստղային Սկես։ յուբկան, իր վերևով, Ինչ լավ է, իրանց վրայով Շատելի է։ աստղիկներ Անց էր։ կարելի է լսել այս պատմությունները։ Դուք խոսում եք, ես էլ գնում եմ իմ դպրոցական հուշերի գիրկն եմ ընկնում, որովհետև դպրոցը մնում է դպրոց։ Կապ չունի, որ դպրոցն է կարևորը, որ դա մի կառույց է, որի մեջ լիքը սեր կա։ Ես անգամ վերջերս առիթ ունեցա ես էլ հանդիպելու իմ շատ սիրելի ուսուցիչներին, որոնց վաղուց կարոտել էի, ու ես այնտեղ մի նախադասություն ասեցի, որ այս պատերի մեջ տոնաների կշռող սեր կա։ Ու դպրոցը հենց այդպիսին է։ Ու այսօր տեսնում ենք ձեր ներկայությամբ այս տաղավարում այդ լիքը սերը, որ բերել եք ձեզ։ Ես ուզում եմ նաև նշել, որ մեր դպրոցը, որը Սարդարապատի միջնակարգ դպրոց է կոչվում, մեր դպրոցը, մեր գյուղը, որը պատերազմ տեսած գյուղ է, Սարդարապատի ճակատամարտ եւ հաղթանակած գյուղ է, բնականաբար մեր դպրոցը վատ լինել չէր կարող։ Եվ հիմա էլ մենք ունենք յուրահատուկ դպրոց, գերազանց մանկավարժներ, Այո, գերազանց տնօրեն, հրաշալի է։ այո, որ մեկս մյուսի խոսքով կարողանում ենք նայել եւ իմանալ, ինչ է անհրաժեշտ մեր Ու դպրոցին։ իսկապես խելացի ու կրթված սերունդ։ Շատ Այո, հաճելի է։ նաև գովելի սերունդը։ Այո, մենք ունենք բավականին խելացի ավարտացրած աշակերտներ, որոնք հիմա բարձր պաշտոնյաներ են, նույնիսկ մեր դպրոցը, մեր գյուղը շատ լավ է։ Այ եթե համենակ մեր գյուղ, բնականաբար համեցեք։ Սիրով քեզ կհրավիրենք։ Սիրով կհրավիրենք։ Սիրով, ես Այո։ 6 տարի առաջ եմ եղել այդ գյուղում։ Այ Մեծ սիրով կգամ Սարդարապատի։ միջոցառում Բարենորոգված կազմակերպենք։ վիճակում է հիմա շատ Հիմա սիրուն։ նորից են բարենորոգելու։ Ինչ հաճելի է։ Այնպես որ Արդեն ուզում նկարներից հետո անմիջապես գնալ Սարդարապատ։ որտեղից որ իմ Դիանան սկսել է իր մանկությունը, Այո։ հետո պատանեկությունը, իմիջայլոց ասեմ, ինքը ոչ միայն լավ երաժիշտ էր, 8 թե 7-րդ դասարանում Դիանան նաև երգ էր գրում։ Ես հիշում եմ դա, որ միջոցառում պետք է լիներ, ես էլ իրենց մոտ դասի եմ, զգում եմ ինքը գրում է, Դիանա ինչ ես անում, ասեցին գերեսան միջոցառում է, ես ես երգ ուզում եմ երգեմ։ Հետո լսեցինք այդ երգը, շատ ուրախացան։ Պարզվեց, որ իր գրած Պարզվեց, որ իր գրած երգն էր։ Բացի երգելուց, բացի դերասանական իր բոլոր ունակություններից, նաև ինքը շատ լավ սովորում էր։ Հրաշալի է։ Ինքը կարող էր տանը դասը չսովորել, բայց դասարանում մի բերան կարդալ Ու պատմել։ ու պատմել։ Բրավո։ Անհնար է մոռանալ։ Ընդունակ եւ առաջադեմ Այո, աշակերտ։ ընդունակ, առաջադիմության մասին չեմ խոսում շատ լավ։ Չարաճճի։ Գիտեք ոնց, մենք ունենք բավականին շատ աշակերտներ, որոնք կարող եմ ասել ճարպիկ են։ Չարաճճի Բայց ասեք, որ դա ուսուցիչներին դուր է գալիս։ Խոստովան եք խոստովանության տաղավարում։ Բնականաբար կան պահեր, որը ունի համ ու հոտ աշակերտի կողմից։ Իհարկե դուր է գալիս ուսուցիչներին, իսկ իմ աղջիկը այդ աշակերտուհիների շարքում է դասվում։ Տիկին Եսայան, քանի որ դուք հիմա խոստովանության տաղավարում եք գտնվում, ինչ ունեք խորհուրդ փոխանցելու Դիանային, ձեր սելի աշակերտուհուն, ում հանդիպեցիք այս տաղավարում։ Իմ խորհուրդը քեզ աղջիկս, ինչ բնագավառում էլ որ կլինես, ինչ աստղային պահերի էլ որ կհասնես, երբեք քո գյուղը չմոռանաս, երբեք քո դպրոցը չմոռանաս, երբեք չմոռանաս այն մարդկանց, ովքեր որ քեզ սովորեցրել են, եւ դու այդ սովորածի հիման վրա կարողացել ես կայանալ, լավ մարդ դառնալ։ Ես ուրախ եմ քեզ համար։ Բրավո։ Այս հուզառատ, գեղեցիկ մաղթանքներով հագեցած Շատ ուրախ եմ իմ աղջիկա, հաջողության, լավն ու բարիքի համար։ Շնորհակալ ենք։
Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, շնորհակալ ենք, որ դուք հավատարիմ եք եւ շարունակում եք հետևել մեր բոլոր եթերներին, թե հեռուստաեթերից եւ թե YouTube-յան մեր հարթակից։ Պարզապես կարող եք փնտրել Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ կգտնեք մեր բոլոր եթերները։ Կգտնեք նաեւ այս եթերը, որը բազմաթիվ անակնկալներով ու հետաքրքիր պատմություններով է հագեցած։ Դիանա, շարունակենք ձեր կյանքի պատմությունը։ Որն էր այն երգը, որը որ ձեզ տվեց մեծ ճանաչում եւ այդտեղից ձեր անուն, ազգանունը արդեն ավելի մեծ լսարանների համար հայտնի դարձավ։ Աջան, ուրեմն մի անգամից չի ստացվել ինձ մոտ, եղել են փուլերով, աստիճանաբար, փոքր քայլերով, թեպետ եղել են պահեր, որ մի քիչ ավելի մեծ քայլեր եմ կատարել, բայց դժվարությունները, բարդությունները, պարտությունները իրոք իմ կյանքում ավելի շատ են երևի եղել, քան հաղթանակ որպես այդպեսին չեմ էլ ունեցել, բայց կարևորը ճանապարհի շարունակությունն ու ճիշտ շարունակությունը եւ այսպես ասեմ, ես ուզում եմ քեզ պատմել կարճ իմ այն պահից, երբ որ ես սկսեցի աշխատել ոլորտում, այս ոլորտում եւ այս բնագավառում ավելի պրոֆեսիոնալ կերպով եւ տեսահոլովակներ ունենալ, երգեր հեղինակային եւ այլն, ես պիտի պարտադիր նշեմ, շատ դուետներ եմ ես ունեցել, բայց պիտի պարտադիր նշեմ իմ առաջին դուետը, որը եղել է չեմ կարող ուղղակի բառերով բացատրել տվյալ երգչուհուն, որ ներկայացնեմ, Շուշան Պետրոսյանի մասն է խոսքը։ Ես ուզում եմ հատուկ իրան շնորհակալություն հայտնեմ, որ երբ ինքը լսել է ինձ ու մենք առաջարկել ենք իրեն դուետի այսպես ասած, դուետ միասին կատարելու, հայրենիք երգը բոլորիս կողմից շատ հայտնի, գրված Էդգար Գանջումյանի կողմից, այդ երգը, որ միասին նոր գործիքավորմամբ, նորովի դուետ կատարմամբ ներկայացնենք ու գեղեցիկ տեսահոլովակ նկարենք, ես այնքան շնորհակալ եմ, որ ինքը լսել է ինձ ու միանգամից համաձայնվել է, որովհետև ես շատ մտածել եմ, արդյոք ինքը կցանկանա ինձ հետ դուետ երգել, որովհետև Շուշան Պետրոսյանը ինձ համար տարբերվում է բոլորից, թե իր ձայնային տվյալներով, թե իրեն ճանաչելով կարող եմ ներկայացնել, թե ինչքան հայրենասեր է ինքը, ու իսկապես այդ կարելի ասել փոքրիկ հաջողության գրավական էր ոչ թե ինչ-որ դիտումների առումով, ինչ-որ երգի տարածման առումով, այլ այն, որ դու արդեն ինչ-որ մեծ քայլ ես անում դեպի ես ասպարեզ ու պրոֆեսիոնալ երկար տարիների կացած երգչուհի արտիստի հետ, ու ինքը համաձայնում է քո հետ, մի անգամից համաձայնում է քո հետ, ես շնորհակալ եմ, խորին շնորհակալությունս ես, Տիկին Պետրոսյան, շնորհակալ եմ, իսկ հետագայում ես էլի տարբեր երգեր եմ թողարկել, որոնք բավականին, այսպես ասեմ, ֆինանսատար են եղել են նաև շատ ջանքեր են գործադրվել դրանց համար, բայց կան մի քանի երգեր, որ հենց այդ երգերով ինձ ճանաչել են, սիրել են, դրանցից մեկն է նաև վերջերս մեկ տարի առաջ, երբ որ լույս տեսավ, էլի դուետ էր, Սիրտս լի է երգը, կատարել եմ իմ տաղանդավոր երաժիշտ ընկերներից մեկի հետ, Էրնեստ Օգանեսյանի, արդեն YouTube-ում ունի 53 միլիոն դիտում ու բավականին մեծ հաջողություն գրանցեց, նաև լսում էին տարբեր երկրներում, ոչ միայն Հայաստանում հայտնի դարձավ, դա կարծես այն հիմքն էր, որ իմ լսարանը մի քիչ ավելի մեծացավ եւ այո։ Այո, նշեցիք, որ աստիճանաբար է եղել ձեր երաժշտական աճը ասպարեզում եւ հեշտ չի տրվել ձեզ ոչինչ։ Այո, այդ բարդույթները, դժվարությունները, որ ձեր կյանքի ճանապարհին հանդիպում են, դուք ինչպես եք հաղթահարում եւ ոնց եք նորից ուժ գտնում ու գնում առաջ։ Շատ հրաշալի հարց իդեպ։ Ես իմ կյանքում կապ չունի, դա հիմա է, մանուկ հասակում, դեռահասության տարիքին, քանի որ ես նշեցի, որ իմ ծնողները միշտ սովորեցրել են, որ այս կյանքում ոչ մի անպատասխան հարցեր չկան, ոչ մի անլուծելի խնդիրներ չկան, դրա համար ես միշտ սովորել եմ, որ պիտի աղոթեմ, պիտի Աստծուն խնդրեմ, պիտի խոսեմ, պիտի համաձայնության գամ ու ամենակարևորը, Աջան, երբ որ ես ինչ-որ քայլ եմ անում, ես առաջին հերթին դիմում եմ Աստծուն։
երբեք չի եղել, որ ես ինքնագլուխ ինչ-որ քայլ անեմ։ Կապ չունի, ճիշտ է, իմ կողքին կա մի հրաշալի անձնավորություն, ում կարծիքն ամենակարևորն է ու իրանից հարցնում եմ իմ քայլերի համար, բայց ես ամենաառաջին հերթին պիտի մոտենամ Աստծուն։ Արդյոք դա հաճելի է նրան։ Արդյոք դրանով ճիշտ կվարվեմ ու ես միշտ ասում եմ Աստված իմ, եթե ես ինչ-որ մի բան անում եմ, դա թող քո անվան համար լինի։ Երբեք թող չլինի քեզ չհամաձայնեցված կամ քեզ հակառակ կամ քո կամքին հակառակ։ Միշտ պիտի լինի Աստծո տնտեսության մեջ, այսպես ասեմ։ Այսինքն կյանքում դժվարությունները հաղթարում եք ձեր մեջ գտնվող մեծ հավատքի ուժով։ Այո, միանշանակ։ Իսկ ով է այն հիանալի մարդը, ով ձեր կողքին է եւ հենց նրա մասին խոսեցիք, ժպտացիք, աչքերը եւս փայլեցին։ Այո։ Արմանը, ու մասին պատմելուց շատ երկար եմ պատմելու։ Այսօր Արմանը ձեր կյանքում Այսօր Արմանը իմ կյանքում առաջնային տեղերում է զբաղեցնում, ոչ թե առաջնային տեղում է զբաղեցնում, այլ Արմանը կարծես ես լինեմ։ Ես տարբերություն չեմ տեսնում իմ ու Արմանի մեջ, անկեղծ եմ ասում, բայց ուզում եմ մի փոքրիկ պատմել, թե ոնց մենք ծանոթացանք իրականում։ Սկզբնական շրջանում մենք բացարձակ անձնական շփում չենք ունեցել, մոտ 8 ամիս աշխատել ենք պարզապես, սկզբում իմ ընկերների միջոցով փորձել էր ծանոթանել, ու գիտեք ոնց է ստացվել, Արմանի ու իմ պատմությունը ծանոթության շատ նման էր մամայիս ու պապայիս ծանոթության, քանի որ պապաս տեսել էր մամայիս երգելուց ու այդպես ոնց որ ասած գրավել էր, Արմանն էլ ինձ էր նկատել երգելուց բեմում։ Ու այնպես է ստացվում, որ հետաքրքրվում է մեր ընդհանուր ծանոթներով, որ թե ով է այս աղջիկը, լավ է երգում, ինչ ձև մարդ է ինքը, մի խոսքով ինձանով հետաքրքրվում է։ Անցնում է ժամանակ ու ինձ այդ մարդիկ, ովքեր այսպես կարելի ասել ինչ որ չափով միջնորդ հանդիսացան, տեղեկացնում են, որ կա այսպիսի մարդ, ով ուզում է քեզ հետ շատ աշխատի, քեզ շատ հավանել է քո կերպարը բեմում եւ շատ ուզում է որ դու օրինակ ավելի լավ ճանապարհ ունենաս օրինակ այդ բնագավառում եւ բարձունքների հասնես ու ուզում է քեզ օգնել որ դու քայլ առաջ լինես։ Ես աջան չէի ուզում անկեղծ ու սկզբում ասել եմ չեմ ուզում ծանոթանալ ոչ մեկի հետ, որովհետեւ ես երբեք չեմ հավատացել, որ այդպիսի մարդ կա, ով կգա ու քեզ պարզապես կօգնի։ Այո, ես հավատում եմ, որ կան նման մարդիկ, բայց մեր իրականության մեջ չես կարող վստահ լինել 100%-ով, դրա համար սկզբնական շրջանում ասել եմ չեմ ուզում, ու բացի դա էլ ես դրանից առաջ ունեցել եմ էլի առաջարկ աշխատելու այլ պրոդյուսերի հետ, ու պիտի նշեմ անպատասխանատու անձեր, ով բացարձակ երևի միտում չուներ աշխատել ու պրոֆեսիոնալ ու Փառք Աստծուն, որ ես իրեն միանգամից հասկացա, որ ինքը օրինակ պետք չի իր հետ աշխատել ու մերժեցի միանգամից։ Հետո երբ որ շատ էին Արմանին արդեն գովում էին, ինքը շատ լավն է, հաստատ հանգիստ կարաս լինես, ինքը քեզ երբեք չի նեղացնի, Արմանն էլ ասել էր դուք իրան ասեք թող ինձ պատասխանի, ես հաստատ իրան չեմ նեղացնի։ Ինքից չի կարա նեղացնի հարցը, դա չի ուղղակի ես չեմ ուզում։ Հետո Արմանը իրականում քայլանում գրում է ինձ Instagram-յան հարթակում, որտեղ ես ունեի ընդամենը 150 հետևորդ ու փակ էջով։ Ծիծաղելու է չէ իրականում։ Հետաքրքիր։ Հա, գրում է ինձ ու գիշերվա 1000-ին, ժամը 3-ն էր թե 4-ն էր, ասում եմ արդեն երևում է թե ինքը ով է։ Ժամին խի է ինձ գրել։ Ասում եմ լավ, մի խոսքով չեմ պատասխանի իրան, հետո խոսում եմ ընկերուներս մեկի հետ, ով ճանաչում էր Արմանին, ասում եմ, ճիշտն ասած, ինձ դուր չեկա, որ ինքը այդ ժամին էր գրել, դե լավ, ոչինչ, երևի հարմար չի եղել, կամ այդ ժամին արթուն է եղել։ Ասեցի շատ լավ, դե որ այդպես է, հաջորդ օրը կպատասխանեմ իրան։ Անցավ մեկ օր պատասխանեցի, հա բարև ձեզ Արման ջան, ճիշտն ասած ես ձեզ պատասխանում եմ, որովհետև sense մի անգամից, որովհետև գիտեմ, որ դուք ինձ գործնական առաջարկ պիտի անեք։ Sense անկեղծ։ Ասաց հա, ճիշտն ասած Դիանա ջան, ես շատ հավանում եմ քո երկեցողությունը, բայց կուզեմ առաջնահերթ աշխատել, ճանաչել քեզ որպես մարդ։ Որովհետև ես ուզում եմ աշխատել մի մարդու հետ, ով եւ որ ոչ միայն լավ երգչուհի կլինի, այլ նաեւ որպես լավ մարդ։
Իհարկե դա շատ խելքին մոտ էր կարելի ասել, որովհետև բոլորս էլ կուզենք աշխատել խելացի ու լավ մարդու հետ։ Փորձեցինք իրար հետ շփվել, ճանաչել։ Իդեպ Արմանը այդ օրը ինձ պատմեց, որ դրա նախորդ օրը շատ մեծ վթար է տեղի ունենում ու փառք Աստծո Արմանը հենց այդ խոշոր վթարից փրկվում է առանց ոչ մի ինչ որ բարդությունների ավելորդ, անգամ հիվանդանոց չի հասնում ու ես տեսնում եմ մեքենայի նկարը, որ լրիվ փշրված էր ու ես դա էլ եմ կապում Աստծո հետ, որովհետև ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Հենց հաջորդ օրը մենք ծանոթացել ենք ու երբ որ ես Արմանի հետ արդեն սկսեցի ճանաչել, շփվել, խոսել, ընկերություն էինք անում որպես ընկերներ, որպես գործընկերներ։ Արմանը ինձ միշտ ասում էր՝ դու հաստատ կարաս։ Ասում էի՝ բա որ չկարենամ, ինչ ես անել։ Կարենաս։ Ու ինքը այդ հոտարություն են ասում դրան, շատ լավ հոտարություն ունի, իրականում ինքը շատ արտիստների հետ է աշխատել, ովքեր էլի շատ սիրված երգիչ-երգչուհիներ են, ու բացի դա էլ ես Արմանի մարդ տեսակը որ ճանաչեցի, ես չեմ ուզում իրեն շատ գովամ, բայց որ գովամ այնքան սիրուն ու ճոխ բարերով կարելի է ասել, որ Արմանը ձեր պրոդյուսերը լինելուց բացի նաև ձեր սրտի պրոդյուսերն է։ Իհարկե, սրտի, մտքի, հոգու։ Բրավո, ես հիմա ժպիտից եմ այդ ամենը կռահում։ Ինչ լավ է, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր ձեռք են մեկնում առանց որևէ շահ ունենալու, եւ ինչ լավ է, որ մարդկային անկեղծ բարի գեղեցիկ շփումները տանում հասցնում են մի գեղեցիկ սիրո պատմության, որը որ այսօր կա ձեր սրտում։ Ես ուրախ եմ ձեր համար։ Շնորհակալ եմ Արջան, շնորհակալ եմ շատ։ Շատ հետաքրքիր է պատմությունը, իրականում Դիանան անվերջ կարելի է լսել, ժպտալ, հուզվել, խորհել, մտածել, այսպիսին է խոստովանության տաղավարը։ Դիանա, քանի որ խոստովանության տաղավարում եք գտնվում, ում կասեք շնորհակալ եմ այդ բառերը։ Ում պիտի խոստովանեմ, որ ամեն առավոտ, ամեն ցերեկ, ամեն գիշեր ես Աստծուն ասում եմ շնորհակալություն։ Շատ կարևոր։ Շնորհակալությունը շատ ճիշտ ուղղությամբ եք։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր կներեք։ Մի ուզվեք, Դիանա ջան։ Իսկապես այնքան դժվար է կյանքում շնորհակալ մարդ լինել, որովհետև շնորհակալ լինել այն գնահատականն է, որ դու մարդու ամեն մի արածը կարող ես գնահատել։ Այդ շնորհակալությունը ուղղակի բառ չի։ Պիտի այստեղից գա ու ես իսկապես բոլորին շնորհակալ եմ, ովքեր մինչև այսօր իմ կողքին են։ Ու կապ չունի, դա իմ ծնողներն են, Արման, թե ընկերներս, ես այնպիսի ընկերներ ունեմ, փառք Աստծո, ես իմ բախտը բերել է ընկերների հարցում շատ լավ ընկերուհիներ ունեմ, ովքեր ինձ սատարում են, աջակցում են, իմ կողքին են ու ամեն կերպ չկա այնպիսի հարց, որ ինձ կմերժեն, որ ինձ չեն օգնի կամ չգիտեմ, իմ կողքին չեն լինի։ Իմ հարազատներին միշտ կարեկից, աջակից ու ամենակարևորը, որ այն բառը, որ իրանք ասում են, մենք հպարտանում ենք քեզանով, ես իսկապես մեկ-մեկ այդ միտքը չեմ հասկանում, ինչով են հպարտանում, որովհետև իսկապես մարդ, երբ որ մի քիչ աշխատասիրություն ու ձգտում է ունենում, հասնում է իր բոլոր նպատակներին, բայց այն, որ իրանք քեզանով հպարտանում են, դա արդեն ամեն ինչ է քո համար։ Շնորհակալ եմ իրանց բոլորին։ Բրավո։ Ինչ է ձեր կարոտի անունը, Դիանա։ Լովելիոր, ինչքան ես ուզում ինձ լացացնես։ Եվս երկու հարց ունենք ու վերջ։ Քույրիկս։ Ով Ամերիկայում է հիմա։ Հո, շատ կարոտում եմ իրան։ Քույրս իմ հոգևոր ընկերն է։ Եթե ես ոչ մեկի հետ ոչինչ չխոսեմ, իր հետ ամեն ինչ կարամ ես խոսեմ։ Ու հիմնականում երբ որ ես զանգում ենք մենք իրար, ասում եմ ինչ բան է, չէ՞ կյանքը։ Փոքր ժամանակ իրար էինք ուտում, հիմա որ հեռավորության վրա ենք, առավոտից իրիկուն sense փափագում ենք մենք իրար տեսնելը, որովհետև այդ հոգևոր կապը շատ է։ Մենք
այնպիսի կապվածություն, աստվածային կապը անկեղծ եմ ասում, երբ որ մենք իրար հետ խոսում ենք, մենք իրար հետ աղոթում ենք, մենք իրար հետ խոսում ենք, մենք իրար հետ, չգիտեմ, երևի միակ բան որ չենք անում, դա բամբաս անգնել։ Անկեղծ եմ ասում, քորս, չգիտեմ, իմ համար ուրիշ աշխարհ է, ուրիշ մարդ է, ուրիշ տեղից է, ուրիշ մոլորակից։ Դիանա, ինչի մեջ են գտնվում կյանքի արժեքները եւ որտեղ է կյանքի իմաստը։ Բոլոր այն արժեքները, որոնք թե մարդկային են, թե երկնային են, թե երկրային ու թե կապված է դա մարդու, թե բնության, ամեն ինչի հետ, ես կապ չունի դա շնորհակալությունն է, դա ներողությունն է, դա սերն է, այդ ամբողջ ինձ համար այդ արժեքները բոլոր հիմնված են մի տեղում ու դա կոչվում է հավատք։ Ու դու ես կյանքում ամեն մի դժվարությունը այնքան հեշտ ես ստանում ու այնքան sense այն որ ասում են մատերի արանքով մի նայի, հենց այդպես էլ նայում ես, որովհետև դու գիտես, որ քո խնդրի լուծումը, հարցերի պատասխանը վերևում է։ Դիանա, քիչ հետո մենք արդեն կանրադառնանք ձեզ ուղված նամակին, որ այս ծրարի մեջ է։ Բայց մինչ այդ այս մեր գաղտնի արկղում, որն ամեն անգամ զարմացնում է մեր հյուրերին, կամ իրեր, չգիտեմ, ինչ որ մի բան, որը ձերն է։ Հիմա ես փոխանցեմ, դուք մեկնաբանեք։ Ինչ է սա։ Այսօր եթերի ընթացքում խոսեցիք, որ դուք սիրում եք նաև նկարել։ Այո։ Սրանք ձեր նկարներն են։ Այո։ Կցուցադրեք մեր հեռուստադիտողն էլ տեսնի։ Իհարկե։ Կհիշեք, որ տարիքում եք նկարել մոտավորապես։ Եթե չեմ սխալվում, կամ դպրոցական է, որովհետև շատ եմ նկարել, բայց շատ փոքր տարիքում, կամ մանկապարտեզում այդքան լավ չէի նկարում, ինչքան որ դպրոցում։ Եվ անկեղծ ասած, հագցնում էին անգամ մանկապարտեզի, թեև դպրոցի պատերին։ Կարծում եմ նաև տեղափոխեցինք այդ տարիների հուշերի գիրկը և հիմա արդեն կտեղափոխենք այս բովանդակային գեղեցիկ նամակի հուշերի գիրկը։ Ուզվելու եմ։ Չգիտեմ, դուք կկարդաք բարձրաձայն, եթե կկրահեք շատ ավելի լավ, եթե չեք կրահի ով է նամակի հեղինակը, ես անպայման կհուշեմ։ Հա։ Շատ կցանկանայինք, որ նա գար իրականում, բայց այս դեպքում մեզ չհաջողվեց կազմակերպել այդ ամենը։ Խնդրում եմ բարձրաձայն կարդալ ու փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Բարձր։ Այո։ Ողջույն իմ թանկագին իմ մանկության հուշերի անփոխարինելի էակ։ Արդեն գիտեմ ով է, այս բառից։ Ամենազոր բարձրալից տրված շնորհը թող քեզ ուղեկցի դեպի նոր նվաճումների ու հաղթանակների։ Իմ հպարտություններից մեկն այն է, որ ունեմ քեզ։ Քեզպես անձնավորություն իմ կողքին, ամեն մի խոսքս ցանկությունս հղում եմ քեզ անսահման կարոտի զգացումով։ Լավ էլի։ Թե երբ եմ քեզ գրկելու ու ասելու, որ այսքան տարի քեզանից հեռու լինելը որքան դժվար եղել ինձ համար, բայց հեռավորությունը կարծես ինձ ու քեզ ավելի մոտեցրել է։ Քան բաժանել, որովհետև հոգևոր կապով ենք կապված։ Իմ բառերը, քույրս կապով են կապված եւ նույնիսկ անցյալում եղած վատ ու լավ դրվագները մենք հիշում ենք սիրով ու ջերմությամբ։ Գիտեմ, սպասում մեծ է մեր հանդիպման ու կարծում եմ, որ այն շուտով կիրականանա։ Իմ սաթին են քույրս։ Այո։ Հաստատ ապրես արժան։ Դուք ապրեք, Դիանա, ներողություն ձեզ այս չափ ուզելու համար, բայց այս հուզմունքը երջանկության ակնթարթների ծաղկեփունջ է եւ ես շնորհակալ եմ, որ այսքան անկեղծ պատմեցիք ձեր կյանքի պատմությունը եւ բազմաթիվ խոստովանություններ հնչեցրեցիք այս տաղավարում, իսկ Սաթինե ջան, ձեզ էլ շատ շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր գեղեցիկ տաղավար ձեր քրոջն ուղղված նամակն ուղարկելու համար։
Նկատեցիք ձեր քույրը որքան շատ է ձեզ սիրում եւ ինչքան շատ է ձեզ կարոտել։ Հուսանք, որ մոտ ապագայում անպայման կհանդիպեք, ինչ խոսք շատ ուրախ կլինենք, որ կարողանանք կազմակերպել այդ հանդիպումը մեր տաղավարում, բայց հեռավորությունը շատ մեծ է։ Չստացվեց, այս մեկը չստացվեց մեր տաղավարում։ Չգիտեմ թե ինչքան քեզ կսիրեի, որ կտեսնեմ քույրս այնտեղից գա։ Մենք Սաթինեի հետ կպայմանավորվենք, Սաթինե ջան, երբ որ գաք Հայաստան, Դիանա ինչ եք ասում, խնդրում ենք ապնվել մեր խմբագրության հետ եւ մենք կկազմակերպենք ձեր եւ ձեր ծելի քրոջ հանդիպումը մեր տաղավարում։ Դիանա, իզես շնորհակալ եմ այսքան գեղեցիկ պատմությունները ներկայացնելու եւ գեղեցիկ խոստովանություններ ներկայացնելու։ Շնորհակալ եմ Ալջան, ես եմ քեզ շնորհակալ։ Թող Աստված քեզ օրհնի։ Շնորհակալ եմ։ Միշտ ասել եմ քեզ, չէ, ինչքան հանդիպել ենք, միշտ ցենց երիտասարդ սիրուն մնաս։ Ու երկար ապրես, կարևորը, թող քո հաղորդումն էլ երկար ապրի ու դեռ շատ հաղորդումներ ունենաս, մենք էլ մասնակիցը կլինենք։ Շնորհակալ եմ Դիանա ջան, կարծում եմ մեր զրույցը ստացվեց։ Ինչ է լինի այս կյանքում, հիշեք, որ վաղը նորից արևը ժպտալու է, նորից գալու է արշալույս, արևածագ, պայծառ արևի հրաշքով, նորից մենք պետք է շնորհակալ լինենք, որ ապրում ենք, ժպտում ենք, լսում ենք, տեսնում ենք, խոսում ենք ու վայելում ենք կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր Դիանա Հարությունյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Հուզմունքը տեղին էր, կարոտը մեծ, խոստովանությունները պարզ ու անկեղծ։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով ու կյանքի պատմություններով։